Հայաստանն ու Լիտվանիան ռազմավարական գործընկերներ են։ Փաստաթուղթը Երևանի մեջ ստորագրեցին արտաքին գործոստնախարարներ Արարատ Միրզոյանն ու Կեստուտիս Պուդրիս։ Հայաստանի արտաքին գործոստնախարարը ընդգծեց, որ պետություններու հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքներու վրա՝ ինքնիշխանություն, ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ։ Սակայն այդ արժեքները այսօր թիրախավորված են որոշ կետրոններեն խառնածին սպառնալիքներ կան։ Միրզոյանն նշեց, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը պետք է համատեղ պայքարին այդ սպառնալիքներուն դեմ։ Լիտվանիու արտաքին գործոստնախարարը հբարդությամբ նշեց, որ Լիտվանիան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թվականին։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն կարևոր նկատեց Լիտվանիու աշխուժ ներգրավվածությունը Հայաստանի թիմադրողականությունը ավելցնելու ծրագիրներու մեջ։ Նախարար Բուդրիսի խնդրանքով փոխվարչապետը խոսած է նաև դարաձաշրջանային օրագարկի Հայաստանի գայուն զարգացման եւ խաղաղության տեսլականի մասին։ Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի կառավարության կողմեն իրականացվող լայնածավալ բարեփոխումներու բարունակի մեջ զրուցակիցները անդրադարձած են ոլորտային համագործակցության հերանեկարներուն եւ պատրաստակամություն հայտնած իրենց կուտակած փորձով կիսվելու։ Լիտվանիու արտաքին գործոստնախարար Կեստուտիս Պուդրիս հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց եւ հարկանքի դուրք մատուցեց հայոց ցեղասպանության զոհերու հիշատակին գահիտնեն արտաքին գործոստնախարարութենեն։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Տայիպ Էրդողան հերախոսազրույց ունեցած է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Քննարկված են Թուրքիո եւ Եվրոպական միության միջև հարաբերությունները, ինչպես նաեւ դարաձաշրջանային եւ համաշխարհային զարգացումները։ Էրդողան հայտարարած է, որ Թուրքիան կողմ է հրատատարի պահպանության եւ դարաձաշրջանային հագամարտություններու մեջ խաղաղության հաստատման, իսկ Հորմուզի նեղուցը պետք է անհապաղ բացվի։ Թուրքիո նախագահը նշած է նաեւ, որ Իսրայել կշարունակի խախտել միջազգային իրավունքը, ներառյալ ծովահենության գործողությունները։ Անոր չափազանց կարևոր է ուժեղացնել Իսրայելի վրա միջազգային ճնշումը։ Զրույցի ընթացքին կողմերը կենտրոնացած են փոխադարձ խնդիրներու լուծման վրա։ Թուրքիո առաջնորդը ավելցուցած է, Թուրքիո եւ Եվրամիության համագործակցությունը անհրաժեշտ է ընդլայնել բոլոր ոլորտներեն ներս։ Սուրիո պաշտպանության նախարարությունը դեղեկացուցած է, որ Դամասկոսի Բաբշարի շրջանի մեջ ականապատված մեքենայի բայթումին հետևանքով սուրիական բանակի զինվոր զոհված է եւ մի քանին վիրավորված։ Այդ մասին հայտնեց Սուրիո մեջ լուրերու թղթակից Զարմիկ Բողիկյան։ Երեքշաբթի 19 մայիսի գեսորին, երբ սուրիական բանակի ստորապաժանումները նույն շրջանին մեջ նախարարության ենթակագարուցները մեգուն թիմած նռնակ հայտնաբերած էին եւ այդ կվնասազերծեին, քիչ այն կողմ ականապատված մեքենամը բայթեցուցած են, որում պատճառով եղած է մեկ զոհ եւ առնվազն 18 վիրավորներ։ Այդ շրջանին մեջ կգտնվի նաեւ հայ առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցին։ Բայթումը որոդացած է դաջարի ոչ անմիջական հարևանությամբ, հայ վիրավորներ կամ զոհեր չեն եղած։ Ամերիկայի ծերագույտը քվեարկեց Փանացևի մկնարկման օգտին, որը կբանջի Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփեն կամ թատրեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողությունները կամ ստանալ կոնգրեսի պաշտոնական արտոնությունը ուժի գիրառման համար։ CNN հաղորդեց, որ եթե այն ընդունվի, Թրամփ բարդավոր պիտի ստանալ կոնգրեսի հավանությունը Իրանի մեջ, աբակա որևէ ռազմական գործողության համար։ Այս տարվան սկիզբը հանրապետականները արգելած էին այս Փանացևը ծերագույտին մեջ առաջ մղելու նախորդ 7 փորձերը։ Փաստաթուղթը առաջին անգամ քվեարկության Տրված է մարտին Իրանի թեմ Ամերիկա-Իսրայել ռազմական գործողությունները սկսել են հետո Փանացևը նաև 3 անգամ արգելվեցավ Ամերիկայի ներկայացուցիչներու պալատի հանրապետականներուն կողմեն։ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենս հայտարարած է, որ Իրանի հետ բանակցությունները ներկայիս կգտնվին բավական լավ գեդիմը վրա եւ Վաշինգտոնը սկալի առաջընթաց կարձանակրած է։ Սպիտակ դան մեջ գայացած մամլու ասուլիսի ժամանակ աննշեց, որ ամերիկյան կողմին դպավորությամբ Իրանի իշխանությունները կփապակին, որ համաձայնագիր կնքվի, սակայն Վենս միևնույն ժամանակ ընդգծեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ ռազմական գործողություններուն, եթե թիվանագիտությունը ցախողի։ Ռուսաստանի պետական լրատվամիջոցները հայտնած են, որ Ամերիկայի նախագահի հատուկ բանակնած Ստիվեն Ուիտկոֆ մոդաբակային Ռուսաստան պիտի այցելե գկրե BBC-ին։ Խաղաղության առաքելություններու հատուկ տեսփանորդ Ուիտկոֆ կսպաղի ուկրաինական հագամարտության ղեկավարման հարցերով։ Անցյալ դեկտեմբերին ան Մոսկվայի մեջ էր Թրամփի պես Ջարեդ Քուշների հետ։ Անոնք ժամեր շարունակ խոսած են Պուտինի հետ Ուկրաինայում մեջ պատերազմը թատրեցնելու հնարավոր միջոցներու մասին։ Այս տարի գլարանա հայ երաժշտական արվեստի երախտավոր երկահան մանկավարժ ազգային նվագարաններու չաթակով Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարարության աջակցությամբ ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնը կազմակերպած է հոփելինական համերգը, որը տեղի ունեցավ Սպենտիարյան անվան օպերայի եւ բալեի ազգային ակադեմիական թատրոնի մեջ։ Համերգին ներկա գտնվեցավ նախարար Ժաննա Անդրեասյան։ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակի հուշամեդալով բարգեւադրվեցան ժողովրդական արվեստի
արվեստի զարգացման գործին մեջ նշանակալի ավանդ ունեցող մշակութային գործիչներ հայտնի երգիչ Ռուբեն Մաթևոսյան, Հայաստանի վաստակավոր արվեստագետ Նորա Երթավիցյան եւ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյան։ Պարգևները հանձնեց նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ցեզիեդեր Անի Զեյթունցյանը։